Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ Փակեն Արագածոտնի մարզում Ամբերդ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարիլիչ տանող ավտոճանապարհները Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նայիրի, Սիսիանի, Գորիսի, Աշոտսկի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Հունվարի 13-ի կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում 13-ի լույս, 14-ի գիշերը և առավոտյան շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտիներում ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի երեկոյան ժամերին ողջ հանրապետությունում ձյան տեսքով։ Հունվարի 13-ից 14-ը առանձին հատվածներով ձյան տեղումները կլինեն զգալի։ Լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, քամին հարավ-արևմտյան ուղղությամբ կփչի 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ։ Հունվարի 13-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժ գնացում, 13-ից 14-ը 15-ից 18 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էլ հունվարի 14-ից 16-ը աստիճանաբար կնվազի 10-ից 13 աստիճանով։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, առողջ եղեք։